Հայրապետյանը, համեցեք պարոն Հայրապետյան։ Շնորհակալություն պարոն Գաբրիելյան, մինչ նախագծին անդրադառնալը պիտի ասեմ, որ ամիսներ շարունակ մենք աշխատել ենք այս նախագծի, այս փաթեթի վրա եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր գլխավորած հանձնաժողովին, փորձագետների ներգրավվածության եւ պատգամավորների ներգրավվածության համար, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործընկերներին, պարոն Հակոբյանի եւ իր թիմի գլխավորությամբ, որովհետեւ իրապես մեծ ծավալի աշխատանք է կատարվել, կարծում եմ այսօրվա քննարկումը նաեւ ցույց կտա այդ աշխատանքը, իսկ թե ինչի մասին է այս փաթեթը, տեսեք իրականում տեսալսողական մեդիայի մասին օրենքը կարգավորում է ամբողջ դաշտը, սահմանում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պարտականությունները, հանձնաժողովի լիազորությունները, գործառույթները եւ ըստ էության ՑՊԱՀ-ս գործող կարգավորումները մեծամասամբ գալիս են ապահովելու հեռուստաբովանդակության, հեռուստառադիոբովանդակության որակը, հիգիենան նախ եւ առաջ ուրեմն հանրային մուլտիպլեքսի տարածքում, որպեսզի մեր քաղաքացիին, որոնք որ կհետևեն այս հանձնաժողովի նիստին ավելի պարզ լինի, հանրային մուլտիպլեքսը այն տիրույթն է, որտեղ շուրջ 3, ավելի քիչ 3 տասնյակից հեռուստաալիքներ յուրաքանչյուրի տանը հասանելի են, այսինքն այս տիրույթում հեռարձակվող հեռուստակոնտենտի համար անհրաժեշտ կարգավորումներն են մինչ օրս գործում, բայց գաղտնիք չէ, որ նոր տեխնոլոգիաները գալիս են ավելացնելու մի քանի այլ շերտեր, հանրությանը մատուցելու հեռուստառադիոբովանդակությամբ հաղորդումներ կամ ծրագրեր եւ սրանք մի կողմից նոր հնարավորություններ են ստեղծում հեռուստադիտողի համար, մյուս կողմից ռիսկեր եւ մարտահրավերներ։ Այս փաթեթը գալիս է մեր կարծիքով խորությամբ բովանդակությամբ անդրադառնալու արդեն հաջորդ շերտին, նաև հաջորդ շերտին այն է ցանցային օպերատորների տիրույթում հեռարձակվող հեռուստահաղորդումներին կամ հեռուստածրագրերին։ Նախ եւ առաջ այս նախագծով մենք փորձել ենք հանգամանալից կերպով եւ հիմնավոր կերպով տալ բացվածքը արգելված հեռուստակոնտենտի։ Հիմա փորձեմ առավել մանրամասն ներկայացնել ձեզ, թե ինչպես ենք մենք վերախմբագրել օրենքի 9-րդ հոդվածը կամ ինչպես ենք առաջարկում օրենքը ընդունվելուց հետո այն ունենա համապատասխան տեսք։ Մասնավորապես օրենքն ընդունվելու դեպքում կարգելվեն տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, բռնություն եւ դաժանություն քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը, բացառությամբ իհարկե սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի առաջին մասով բացառությամբ 4-րդ կետի սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է, կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններին,
էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-ից մինչև 6:00, արգելվում է օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածումը, սույն հոդվածի առաջին մասի երկրորդ, երրորդ կետերով և չորրորդ մասի նախատեսված տեսալսողական հաղորդումների նկատմամբ տարածվող չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմին, այսինքն հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին արգելվում է հեռարձակողների կողմից զվարճալի հաղորդումների և գովազդի հեռարձակումը, հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեսալսողական հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում և վերջին կետով արգելվում է հեռարձակողի ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ տեսալսողական հաղորդումը առանց դրանց գույքային իրավունքներ տիրապետող անձի համաձայնության տարածումը։ Սրանք ըստ էության վերաբերում են արգելքներին, այսինքն այսօր էլ գործող օրենսդրությամբ իհարկե որոշակի կարգավորումներ կան, այնպես չէ, որ որևէ կարգավորում նախատեսված չէ, սակայն այդ կարգավորումները լիարժեք չեն։ Մենք փորձել ենք այս փաթեթում այնպիսի կարգավորումներ առաջարկել, որոնք ամբողջությամբ կգան փակելու հնարավոր բոլոր ռիսկերը, իսկ արդեն խախտումների պարագայում հանձնաժողովի համար շատ հստակ իրավական հենք կունենանք որևէ սանկցիոն գործողություն իրականացնելու համար։ Հաջորդ բաժնում, պարոն Գաբրիելյան, ես ամբողջը ներկայացնեմ, հետո հարցեր լինեն։ Հա, կարող ենք, որպեսզի, քանի որ ծավալը մեծ է, բայց բլոկ գնանք, թե ամբողջ ես ներկայացնեմ վերջում։ Ինչպես ձեզ հարմար է, մեկ Դե ամբողջը ներկայացնեմ, չեմ ուզում ուղղակի ձանձրացնել, բայց փորձեմ հնարավորինս կարևոր մասերը ներկայացնել, ամբողջը չեմ ընթերցի բնականաբար։ Հաջորդ մասում օրենքի 49-րդ հոդվածում մի քանի փոփոխություններ ենք նախատեսում, հիմնականում կկենտրոնանամ ես բովանդակային փոփոխությունների վրա, մասնավորապես առաջարկում ենք հետևյալ լրացումը կատարել, ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա տեսալսողական ծրագիրը կարող է վերահաղորդվել միայն կարգավորող պետական մարմին թղթային կամ էլեկտրոնային ծանուցում ներկայացնելուց հետո։ Կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելու և դադարեցնելու գործընթացի կարգավորումը իրականացնում է սույն օրենքի 54-րդ հոդվածի դրույթների պահանջներին համապատասխան։ Հաջորդ կետով ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի դրույթների, ինչպես նաև օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության բացառման պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման մասին կարգավորող պետական մարմնի կողմից տեղեկացվելուց հետո 24 ժամվա ընթացքում դադարեցնում է տվյալ տեսալսողական ծրագրի վերահաղորդումը։ Մյուս կետով օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի դրույթների պահանջներին կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո այն ցանցային օպերատորը, որը տվյալ օտարերկրյա տեսալսողական ծրագրի գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա վերահաղորդում է իրականացնում, 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տեսալսողական ծրագրերի կամ հաղորդումների տեսագրությունները կամ ձայնագրությունները։ Կարգավորող պետական մարմնի կողմից պահանջված տեսալսողական ծրագրերի տեսագրությունները կամ ձայնագրությունները կարող են չներկայացվել, եթե վարչական վարույթի հարուցման օրվա դրությամբ առերևույթ խախտման օրվանից անցել է 30 օր։ Ուրեմն հաջորդ հոդվածով, մասնավորապես օրենքի 54-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել հետևյալ
հատվածը։ Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին նախ որպեսզի հասկանալի լինի, ուզում եմ ասել, որ մենք նաև օրենքում սահմանել ենք ծրագրերի դիստրիբյուտորը, մասնավորապես տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր գույքային իրավունքները տիրապետող անձի հետ ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այսինքն որպեսզի հստակ լինի դիստրիբյուտորի եւ ցանցային օպերատորի տարբերությունը եւ նրանց ֆունկցիաները, առանձին դիստրիբյուտորները ըստ էության ներկայացնում են կամ ապահով են տարատեսակ տեսալսողական ծրագրեր, ցանցային օպերատորներով պարզապես դրանք հեռարձակվում են եւ այսպես տեսալսողական ծրագրերում ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության հայտնաբերման առերևույթ խախտման վերաբերյալ վարչական վարույթի հարուցման դեպքում կարգավորող պետական մարմնի պահանջը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է տեսալսողական ծրագրերի կամ ձայնագրությունների հատվածը, որը որ ես ըստ էության ընթերցեցի։ Հնարավորություն 54 հաջորդ կետով սահմանված ժամկետում տեսագրությունները եւ ձայնագրությունները չներկայացնելու դեպքում, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, ինչպես նաեւ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բացառման պահանջը խախտելու դեպքում կարգավորող պետական մարմինը իրավասու է օրենքով սահմանված կարգով ընդունել որոշում տվյալ տեսալսողական ծրագրի մասով ծանոթման հաստատման մասին ընդունված վարչական ակտի իրավական ուժը դադարեցնելու վերաբերյալ։ 57-րդ հոդվածում մենք առաջարկում ենք հետևյալ խմբագրել հետևյալ հատվածը, մասնավորապես սա վերաբերում է տուգանքներին, ես չեմ ուզում առանձին անդրադառնալ բոլոր կետերին, ըստ էության հիմնականում մենք հասույթի շեմով պայմանավորված կամ հասույթի հիմքով պայմանավորված տուգանքների մոդելն ենք փոխել հազարապատիկների նվազագույն աշխատավարձի համապատասխան հազարապատիկ տուգանքների սահմանմամբ տարբեր խախտումների պարագայում, բնականաբար անհրաժեշտության պարագայում կարող եմ ամբողջ ընթերցել, թե որ խախտման պարագայում ինչ չափսի տուգանք է նախատեսում օրենքով սահմանել։ 58-րդ հոդվածում համապատասխան հետևյալ լրացումն ենք առաջարկում կատարել ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցումը եւ դադարեցումը հատվածում ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը կասեցվում է առավելագույնը 30 օր ժամկետով, եթե ցանցային օպերատորը սույն օրենքի 57-րդ հոդվածի 41-րդ մասով սահմանված հիմքով 1 տարվա ընթացքում 3 անգամ ենթարկվել է վարչական տույժի, ցանցային օպերատորի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը կամ արգելքներ են ստեղծում այլ հեռարձակողների կամ օպերատորների գործունեության համար, ցանցային օպերատորի կողմից առանց որևէ հիմնավոր պատճառի 72 ժամ շարունակ վերահաղորդում չի իրականացվել, ցանցային օպերատորը լիցենզիա ստանալու պահից 6 ամսվա ընթացքում վերահաղորդում չի իրականացնում, այդ մասին կա ցանցային օպերատորի համապատասխան դիմումը։ Լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը։ Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե իրավաբանական անձը լուծարվել է կամ ֆիզիկական անձի գործունեությունը դադարեցվել է, տեղի ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց, լիցենզավորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություն է հայտնաբերվել եւ այսպես շարունակ։ Եզրափակիչ եւ անցումային դրույթներում մի քանի ուրեմն կետեր ենք մենք սահմանել, որոնցից ըստ էության որ անհրաժեշտություն կլինի ցանկանում եմ ընթերցել հետեւյալ երկուսը։ Կարգավորող պետական մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չափորոշիչների ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորներն ու ցանցային օպերատորները իրականացնում են անհրաժեշտ գործողություններ, իրենց գործունեությունը տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությունը համապատասխանեցնելու նպատակով ըստ էության օրենքը ուժի մեջ մտնելուց հետո որոշակի
խելամիտ ժամանակահատված ենք մենք սահմանել, որ เป զի